Ահաբոր էր, ուղղակի ահաբոր էր, շատ ահաբոր էր։ Ինչ որ հադուկ, սպես մեր այս կողմով կարեց, այս ամեն ինչը մեր տան վրա կատարվեց։ Մենք էլ ասեցինք կայծակորես մեր կռիչն խփեց։ Ոչ թե կայծակն է խփել Ախուրյանցի տիկին Ջուլիետայի տանտանիքին, այլ փոթորիկն է պոկել տանիքի թիթեղները, ցիրուցան արել թաղամասով մեկ։ Պատկերացրեք 14 մետր երկարությունը, 10 մետր լայնությունը, 12 մետր։ Այդ կռիչը վերցրել ու այստեղ սա կեսը այս կողմից էր թափվել։ Կեսը տան հետևի հատվածում։ Այն ցուկարանի կողքի հետ լիքը, կեսը երկու մասի բաժանով տպատլեցել էր։ Ուժեղ քամու ոռնոցից ընտանիքը ահաբեկվել է։ Ոռնոց ուղղակի ոնց որ ոռնոց լսվեր։ Սարսռոցնող հանգամանք էր էլի։ Սպասելիորը չգիտես որտեղից այդ ցայները, որտեղից այդ ցնցումը, որտեղից այդ թարվածը։ Ջուլիետայի թոռը, որ սարսափելի քամու ժամանակ տուն մտնելիս է եղել, հրաշքով է փրկվել։ Թիթեղի կտորները կարող էին գլխին ընկնել։ Տուն կուկար երեխեն։ Ինքը ոտքը տրեցներ ու այս բազելով եկավ քամի էր, ինքը ստեղ էր։ Շտով երեխեներս մտնելու այս ընկնելը մեկ եղավ։ Տանիքից պոկված թիթեղներն ու գերանները ջարդել են ծառերը։ Աղետի հաջորդ օրն արդեն Գևորգյանները սկսել են նորոգել տանիքը։ Գնել ենք, բերել ենք մատերիալը, լրիվ փոխ է բրձել ենք, արդեն շատ քիչ տեսեն, մենակ այն մեկ բաց հատվածն է մնացել, էլ երևի առավոտյան կվերջացնենք։ Ուժեղ քամին ավերածություններ է գործել նաև Գյումրիում։ Դուրը բացի տեսա, որ երկնքի մեջ է թիթեղները բարձր գնում են, սարսափեցի, ուրեմն եթե չլիներ այդ ռեշոտկաներին, խփեց այդ քարին, ուղղակի թափը կորցրավ, թե չէ քիչ տար այդ դիմացի տները սաղ կփշրեր։ Պոկված տանիքները օդում մի քանի րոպե պտույտից հետո հայտնվել էին ճանապարհներին։ Անկախնից մենակ ոտքերս թողում էին ու լացում էի թե ինչ են ճանապարհը փակ էր, ճանապարհ չկար։ Մեքենաները հավաքվել էին։ Օտարատ անձրևի պատճառով Գյումրիի կենտրոնական փողոցները վերածվել էին վարար գետերի։ Փոթորիկը գետնին էր տապալել թատերական ու կայարանամերձ հրապարակների հսկա եղևնիները, գարեջրի փառատոնի տաղավարները։ Պես բան չի տեսել, այդպես սարսափելի, այդպես քամի հսկա ծառներին տապալում էր գետին։ Տապալված եղևնիները փրկարարներն ու կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են մայթերից ու փողոցներից, առաջացած մեծ փոսերը հնարավորինս հարթեցրել։ Գյումրիում Շիրագացի փողոցի վրա շենք կա, որ կդուրի մի հատվածը ամբողջությամբ քամին տարել է։ Գյումրիի համար 27-րդ դպրոցում ավերածություններ կան, անձրևաջրերը լցվում են առանց տանիք մնացած սպորտ դալիճ։ Ախուրյանի վնասներն էլ մեծ են, այստեղ եւ հարևան բնակավայրերում հապկիտի մեծության կարկուտը ցանկատարածություններ է փչացրել, մարզպետարանն ու համայնքապետարանները գնահատում են վնասի չափը։ Հատված կար, որ ընդհանրապես կարգուտ չերեգի ու ամեն ինչ նորմալ էր, բայց մի քիչ այն կողմ ցանկատարածներ կան, որտեղ ամբողջությամբ ավիրված էր։ Այդտեղ մասնագետները պիտի քննադում անեն, որովհետեւ հասկանանք ինչ պատկեր ունենք ու ըստ այդմ շարժվենք առաջ։ Իսկ ինչու էին հանրապետության երկրորդ քաղաքի հիմնովին նորոգված փողոցները կրկին գետերի վերածվել։ Մարզպետի խոսքով պատճառը խողովակների խցանումներն են եղել, նաև սխալ նախագծումները։ Փոքր տրամագծով խողովակները կարկուտի հաստ սառցաշերտը կլանել չեն հասցրել։ Առաջ դեպքը չէ, այդ ազդագը նախագծողները, շինարարները շատ շուտ պիտի ունենային։ Նախագծողներն ճիշտ նախագծեն խողովակի տրամաչափերը։ Նժդեի հրապարակի հեղեղման պատճառով կրկին արգելափակվել էր Գյումրիի գլխավոր մուտքը։ Մարզպետն ասում է, որ քաղաքային իշխանությունից առաջարկ լինելու դեպքում պատրաստ է քննարկել քաղաքբերող այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցը, որպեսզի այսպիսի աղետների դեպքում Գյումրին թեկուզ մի քանի ժամով չկտրվի արտաքին աշխարհից։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։